Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, սկզբի համար խնդրեմ գրանցվեք իմ ալիքին, չմոռանաք ձեր լայքերը վիդեոյի ընթացքում, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ժողովուրդ ջան։ Սկզբից եկեք մի հատ սկսենք Վահագն Ալեքսանյանից, հետո կանցնենք Էդմոն Մարուքյանին, ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո եւս մեկ անգամ Վահագն Ալեքսանյանը դուրս եկավ եւ սկսեց փնովել Ռոբերտ Քոչարյանին, չհասկանալով այն խնդրումը, որ իրանք իշխանությունի են, որ Ռոբերտ Քոչարյանի նմանները հարցազրույց էլ չտային։ Պարոն Ալեքսանյան, որ դուք դուրս եք գալի եթեր եւ սկսում եք փնովել Ռոբերտ Քոչարյանին, ես կարծում եմ, որ դա էլ ձեր կողմից հատուկ բարոյական չէ, քանի որ դուք ձախողել եք 10 միլիոն հայի հույսերը, դուք խաբել եք 10 միլիոն հայի, ողջ հայ ազգին եք համարյա թե խաբել սենց կամ 90%-ով հայ ազգին խաբել եք, որտեվ 90%-ով հայ ազգը սատարում էր ձեզի 18 թվականին, հավատում էր, որ դուք կարողանաք ձեր խոստումներին տեր կանգնել, հավատում էր, որ դուք հանցագործներին կնստացնեիք բանտ, կպատժեիք, բայց արի ու միտես, հեսա արդեն 8 տարի ալնում, դուք նույն երկն եք, նույն լոլոն եք երկում, հմի էլ հելնում եք եթեր, չգիտեմ, ընդ մի սենյակ փող եք նկարում դնում եք, թե Ռոբերտ Քոչարյանը սա էր, նա էր, այս արենը, մենք շատ լավ գիտենք Ռոբերտ Քոչարյանը ինչա արե, հայ ժողովուրդը քեզնից շատ ավելի լավ գիտի եւ շատ գիտի, թե Ռոբերտ Քոչարյանը ինչեր է արե հայ ժողովրդի գլխին, Սերժ Սարգսյանն էլ հետը։ Այ դրա համար կրկնում եմ, հենց այ դրա համար եք դուք իշխանության։ Թե չէ քեզի ով է ճանաչում, օրինակ հələ մատ հայլու մեջ կանգնի, ասա հայ ազգը քեզի ճանաչում էր։ Հա, մի վիրավորվի է։ Դեվ ամեն անգամ ես որ խոսում եմ բանը, ինչ որ մարդիկ են հայտնվում, ստից ընդից անձնական վիրավորանք։ Անձնական վիրավորանք, եթե ես ուզենամ տամ, անձնական կվիրավորեմ։ Ես ասում եմ, այն ինչը որ կա։ Հայլու դեմը հելի կանգնի, նայ ասա։ Քեզի ով էր ճանաչում միջև 18 թիվը։ Ինչի համար ես դու հմի падգամավոր, գիտես։ Նիկոլ Փաշինյանին կպած եկար դառար падգամավոր, ճիշտ է, ասենց խոսք կա, չի ասում են Նիկոլ Փաշինյանի ոռով դառար падգամավոր։ Բա Նիկոլ Փաշինյանը ինչի համար դառավ երկրի վարչապետ, գիտես։ Ինչի համար էր հայ ազգը իրան պատժարժ կանում, գիտես։ Որ սրանք էլ հարցազրույց չտան, հմի հելել ես լոլո ես կարդում, ում համար ես կարդում։ Ում համար ես լոլո կարդում, որ գոնե կապնեի գործը, դուք Հայաստանի վիճակը կողից տեսել եք, ձեր իշխանության ընթացքում, տենց օր չկա, Վահագն, լսիր, տենց օր չկա, ես որ չմտնեմ համացանց, հա, եւ չտենա, որ Հայաստանում հայը հային սպանել է, ու որ նայում ես, տակը բանել չկա, թե ինչի համար է սպանը, չես հասկանում։ Համի երևի Հայաստանում, այս ձեր իշխանության շնորհիվ, քանի որ դա սա էլ է ձեր բաց թողումը, որ չկարծակ նորմալ ուժայիններ ստեղծել, հա, նորմալ ոստիկանություն լինի, որ երկրում կարգ ու կանոն լինի, ու ամեն մի նարկաման ու տուֆտա, բառից ուղիղ իմաստով, ամեն մի տուֆտա, հելի կանգնի, ասի ես լավ տղա եմ, դրա համար մարդ սպանի։ Ինչքան բոմժ, ում ջեբը մի հատ ծակող դանակա դառնենք, դառնա լավ տղա, ում ձեռը մի հատ, չգիտեմ, հավայի պիստոլետ անգենք, դառնա լավ տղա։ Երու նայում եմ էլի մարդ է սպանը, ու նայում ես, նայի, թարս նայելու համար մարդ է սպանում, արա ասելու համար մարդ է սպանում, այ տղա ասելու համար մարդ է սպանում, երկու հոգի գցենք, մի աղջիկ են ուզե, հետո այս աղջիկը այն մեկին անտրե, այն մեկը նրան էթում, սենց մի հատ գազանանոց, այս որ դուք եք սարքեմ իր երկիրը, սենց մի հատ գազանանոց երևի չկա, կամ էլ հետամանած ինչ-որ մի աֆրիկական երկրներում, չգիտեմ, կամ Աղվանստան, այս խայտարակությունն էլ է ձեր մեղավորությունը։ Ես էլի եմ ասում, ձեր շնորհիվ այսօր, ձեր բաց թողման սենց փնթի իշխանության շնորհիվ այսօր հայը հային ավելի շատ է սպանում, հանցագործությունը այնքան աճ է, անպատժելիությունը այնքան աճ է, այսպես կոչված լավ տղությունը այնքան է տվե չափ ու սաղման անց է, որտեվ լավ տղեն լրիվ ուրիշ բան է, այս մի
տուֆտա լավ տղություն, էսի լրիվ մի ուրիշ բան է։ Ես իմ վիդեոների մեկի մեջ ասացի, չէ՞, ես լավ տղու արժեքներն էլ են փչացել, որովհետև ինչքան համի տուֆտա կա, նարկոման, հոգեկան հիվանդ, չորցած ուղեղ, հելում կանգնում ասում եմ լավ տղա եմ։ Ու այն մեկին սպանը մագցենք։ Էս էլ է ձեր բաց թողումը։ Դες մի հատ ոլորտ չկա, պարոն Վահագ, որ դուք չեք թերացել։ Ձեր նման թերի իշխանություն Հայաստանում չի եղել։ Հա Հայաստանում եղել էր հանցագործների իշխանություն, թալանչիների իշխանություն, երկիրը կեղեքել են, կերել են, պետականությունը վարի են տվել, իրանց փորն են լցել։ Հա 100%։ Բայց ուզում եմ մի հատ հիշեցնել, որ դրա համար ենք ձեզ բերելի, որ սրանց դեմ պայքարեիք, պատասխանատվության ենթարկեիք։ Բայց ձեր նման թափթփված կառավարություն մենք երբեք չենք ունեցել, որ ոչ մի կառույց իր տեղը չլինի, ոչ մի։ Ոչ պետական կառույցներն են մի բանի պետք, ոչ սպորտ, ֆուտբոլը ձեզի օրինակ, ձեր բերած կադրերն են, հեսա կասես իրանք բանը, առանձին բան են, մեր ինչ էր ասում Նիկոլը, հիշում ես, թե պետք է ստել կռուտի տնենք, այն 10 միլիոն հային որ խափիկ, համի էլի պետք է խափեք, չէ, ասեք չէ, դե ֆուտբոլը մեր հետ ինչ կապ ունի, անկախ կառույց է, անկախ կառույց է, բա մեզ ինչ էր խոստալի Նիկոլ Փաշինյանը, մա դիր նայ ինչ էր խոստալի, եւ ոնց էր պաշտպանում, գցենք հենց այս նույն տեխնացուի, որ ուտում է մեզի, անկախ կառույց է, մեր ֆուտբոլը կերավ, այդ քանդված էր, вообще համի, ես ամանչում եմ, որ մենք այսպեսի ֆուտբոլի ֆեդերացիա ունենք, ես ամանչում եմ, որ այսպեսի ֆուտբոլի, մենք միշտ վատ ֆուտբոլ ենք ունեցել, անկախության տարիներից ի վերը նկատի ունեմ, բայց ես երբեք չեմ ամանչել մեր ֆուտբոլի համար, միշտ հույս եմ ունեցել, հեսա գալիս, անում են, բայց համի ես ամանչում եմ, որտեվ ընդել ֆուտբոլ չկա, մի հատ բոմբ ձեր նման թափ-թփուկ իրավիճակ եք դիրում, պարոն Ալեքսանյան, ես որ դուք ընդհանրապես էլ բարոյական իրավունք չունեք, ելնեք Ռոբերտ ասեք, Սերժ ասեք, գիտեիք անեիք, լոլո կարդալուց բացի ուրիշ բան գիտեք անել, չգիտեք, նենց որ ձեններդ կդրեք ախպերես 6 ամիս է, ինչ է, 7 ամիս է, 8 ամիս է, ձգեք հելեք սգրեք գնացեք ախպեր, չկա, էլ ուրիշ ձեզի ասելու բան չկա, դուք սրան էլ արժանի եք, դուք որ հելում ես ասում ես Ռոբերտ ես, այդ գիտես ինչի է նման, ոնց որ ես, չգիտեմ, կռիշս ջուր կաթա, մասնագետ բերե, որ բանը, տանիքը սարքի, հա, որ ջուր չկաթա, եկի ժամանակ հետո, մի եկա ժամանակ, մի բան էլ ավել ինչը որ ինք ուզել էր, հետ գամ, տենամ էլի ջուր ա կաթում, հա, այսի նույնա, տենաս էլի Քոչարյանը խոսում է, տենաս էլի ջուր ա կաթում, ասում ես ինչ ա, ասես գիտես ինչ կա, այս տանիքը տարիներ ի վեր ջուր է քաշե իր մեջ եւ այդ ծաղակը գնալով, չգիտեմ, մեծացել է, բան ու սենց լոլո կարդելով ասի, որ ոչեմ միջև հիմի այդ ջուրը կաթում է։ Բա ախպեր, ես քեզ ինչի մարայի բերե։ Ես գիտեմ, որ տարիներ ի վեր էս տանիքը ջուրա քաշե իր մեջ։ Բա դրա համար քեզի բերել եմ, որ սարքես։ Հա մի քոննա։ Լոլո ես կարդա, պատուանն էլ կարքին կասետ տեսել եմ, պատուանն էլ դրեցի, փոշիները առա։ Մի խոսքով, անցած լնեք, որտեվ ձեզի հայ ազգը ձեզի լուրջ չի վերաբերվում։ Դուք ոչ միայն Հայաստանի հայությանը խապիկ, դու Սփյուռքի հայությունն էլ խապեցիք։ Սերժ Թանգյաններ եկե ձեր կողը կանգնում։ Անամոթ եք դուք։ Այ որ կանգնում ես հայլի դեմը որ կանգնում նայում ես, չես ասում ամոթ մեզ։ Իսկ ոնց մեր ժողովրդին հիասթափեցնենք։ Իսկ ինչ ժամանակ ձեզի ժողովուրդը ձեռների վրա կտաներ։ Չկա ձեր նման ղզիկ ինչ-որ մի տեսակ, այս աշխարհի վրա ես չեմ տեսել։ Ես համեստ տեսակ եմ տեսել, ես էլ եմ համեստ տեսակ մարդ։ Շատ ժամանակ զիջողական եմ։ Բայց ղզիկ ձեր նման ես չեմ տեսել, որտեվ եթե երկրի ժողովուրդը կանգնի ձեր մեջքին, արա, սա հայ ժողովուրդը կանգնի ձեր մեջքին, դուք մի հարց չկարողանաք լուծեք։ Վախկոտի նման բաներ, էդի արդեն էլ ոչ թե անկարողություն է, այ ղզիկություն է, դուք այդ ղզիկ տեսակն եք, չկա ձեզի ուրիշ ինչ-որ բառ ասելու, պարոն Ալեքսանյան։ Մի խոսքով ժողովուրդը հասկացավ, તો դու էլ հասկացար, ես գիտեմ, որ մտավոր հետամնաց չես, գիտեմ, որ շատ լավ հասկանում ես, ու եթե դուք իրականում մի քիչ այսքան խելք ունենայիք, այս ձեզի մի քիչ ուրիշ ձև կպահեիք։
Եվ այս սրանց հարցերը արդեն լուծած կլնեիք ու միջև հմել կլնեիք մեր աշկի լույսը, ոչ թե մեր աշկի բանը թափթփված թուլակած ինչ որ անիմաստ ինչ որ կառավարություն, որով դա անգամ խոսքել չեմ գտնում որ ասեմ։ Անցնենք Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյան, ես իմ անցյալ վիդեոյի մեջ քեզի սենց հերվից ասած սենց նամյոկ տվեցի, թե քո քայլը որը պետք է լինի, եթե դու իրոք ցանկություն ունես լինել երկրի վարչապետ։ Եվ ես քեզի նամյոկ տվեցի, որ հուշեցի էլի ժողովուրդ ջան, ես սենց խոսակցական լեզվով ասեմ, որ բոլորի համար լավ հասկանալի լինի, ինձ էլ բանը լինի, հարմար լինի խոսամ, նամյոկ ասեմ, նամյոկ տվեցի։ Հուշեցի, նամյոկեցի, որ դու առաջինը պետք է ժողովրդի հետ խոսաս ու հելնես ասես, գիտես ինչ կա, այս ընդդիմությունը թալանչի այ, ու դու ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի պատրաստ ես իրանց պատասխանատվության հրավիրել։ Ես հասկանում եմ, որ դու քո խելքի մեջ, քո հետո ասում ես քաղաքական փորձ ունես, բայց երևում է արդեն որ այդքան էլ փորձ չունես, քո խելքի մեջ, քո քաղաքական տեսանկյունի մեջ մտածում էիր, թե իմի իրանց բան չասեմ, դու չգիտեմ հետո էլ կասեիր, թե չէ, ասի որ ինձ ձաղի տան, հա, որ բան անեին, իրանք քեզի ձեն չէին տա, դա չլնող բաներ, իսկ եթե տային դու դառնում էիր իրանց վարչապետը, ես էդի մեռ ասելով, մի հատ հիշացնեմ, ժողովուրդ ջան, կներեք էլի, մի մոմենտ մի հատ հիշացնեմ, թե ինչ էի ասում ես, մի վարքյան, ահա, լսենք, բասեք մի հատ փոխեմ, որ դե լավ լսվի, ահա, լսեք, կներեք, ահա, Մարուքյանին, որ դու առաջի հերթին պետք է պատասխանես այս երկու հարցին գոնե մինիմում, դուք համարում եք երկրի ընդդիմությանը, որը որ գտնվում է հենց խորհրդարանում, որ իրանք Հայաստանի Հանրապետության շահերի հետ ընդհանրապես կապ չունեն եւ իրանք նախկին թալանչիների շահերի պաշտպանն են մեր խորհրդարանում։ Դուք համարում եք այո թե ոչ։ Եթե այո իր պատասխանն ունի, եթե ոչ իր պատասխանն ունի։ Այոյի դեպքում, եթե դուք համարում եք, ապա ո՞նց եք դուք պատկերացնում, հա, դառնալ վարչապետ այն ուժերի կողմից, ովքեր որ պաշտպանում են երկրի թալանչիների շահերը։ Մտկարակ բացատրեք։ Եվ ո՞նց եք դուք պատկերացնում, որ դուք պետքա պատժեք այն մարդկանց, ովքեր որ թալանել են եւ կեղեքել են մեր երկիրը, բայց նույն պահին, հա, կամ նույն այդ մարդիկ ձեզի նշանակել են երկրի վարչապետ։ Դուք ո՞նց եք սա պատկերացնում։ Իսկ եթե ոչ, եթե դուք չեք պատկերացնում իրանց որպես երկրի թալանչի, ուրեմն դուք ընդհանրապես ոչ ընդունելի վարչապետ կլինեք ժողովրդի կողմից։ Քանի որ հայ ժողովրդի գերմեծամասնությունը ոչ միայն երկրի, այլ ժողովրդի ընդհանրապես փյուրքով, ասես բոլորով գերմեծամասնությունը կարծում է, ոչ թե կարծում է, տենց էլ կա, տենց էլ գիտի, որ հենց իրանք երկրի թալանչիներն են։ Ահա, ժողովուրդ ջան։ Կարծում է, տենց էլ կա, տենց էլ գիտի, որ իրանք երկրի թալանչիներն են։ Եվ առանց դուք առանց հայ ազգին, ոչ թե առանց հայ ազգին, այ հայ ազգը կարծում է, որ առանց երկրի թշնամիներին ներսից մաքրելու հայոց պետականությունը, Հայաստանը, հայ ազգը ապագա չունի։ Այսինքն ոչ նպատակահարմար է ձեր բռնած ճամփեն, ես էդի էի ձեզի հասկացնում, որ թարգեք այդ իմպիչմենտը, որտեվ էդի չեր ելնելու։ Միայն դու քեզ է իր արժեքազրկելու։ Եվ քանի շուտ է, ես քլը քո դեմք ուզում էի փրկեի, քանի շուտ է հելի ասա, որ սրանք թալանչի են, սրանք ընդհանրապես ոչի բանի պետք չեն։ Ժողովուրդ ջան։ Եվ եթե ես մի օր ինձի հաջողվի դառնամ վարչապետ, ես սրանց հարցերը լուծելու եմ։ Նիկոլի նման թուլակաց չելու։ Ես էդ էի քեզի ասում, որ առաջ ընկնես հելնես թափովետի ասես, քեզ էլ փրկես, քո քաղաքական ճանապարհն էլ Հայաստանում փրկես, հա, անցյալը, ներկան, ապագան, որտեվ սա դարավ զրո։ Դու չարեցիր դա կամ չհասկացար իմ նամյոկը, որ sense հուշում էի քեզ ինչ էի ուզում ասեի, դու այդ ձև բան չարեցիր, դու ժողովրդի տեղը շարունակեցիր խաղալ քո խաղը, քո իմպիչմենտը սпасելով թե իրանք հեսա քեզի պետք է, չգիտեմ, աջակցեն, հա,
դու էլ դառնաս իրանց վարչապետը, իրանց չասեցիր թալանչի, տեղը իրանք քեզի հելան ասին թալանչի, կերար հարգելիս, ստացար ախպեր քո ուզածը, ինչ դուս եկավ հելան ասին, հենց այդ նույն ընդդիմությունը, որ ինքը զանգում էր, մի հատ էլ ուզում էր մի հատ հանդիպում, նախ ասին քո հետ չունենք հանդիպելու, էդի մեկ, երկրորդը հելան ասին, որ այդ մոտ Մարուքյանը հաց ու պանիր ա կիսե Նիկոլ Փաշինյանի հետ ու ինքն էլ լա պատասխանատու երկրի այս վիճակի համար, այսինքն եթե մենք գանք իշխանության, այս Էդմոնին էլ ենք պատժելու, այս Էդմոնին էլ ենք պատասխանատվության ենթարկելու, այսինքն այն ինչը որ պետք է ասեր Էդմոնը, ֆրացրին ջոգին, որ էսի չի ջոգում, ֆրցրին իրար գլխին սարքին, այ որ ասում եմ ձեր վարած քաղաքականությունը ձեսկի սադա մանգապարտեզ կամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մակարդակի այս դրա համար եմ ասում ու ես իմ կյանքում համոզվել եմ էլ կապ չունի որտեղ սովոր է ուր եք սովոր է ինչքան համասարան եք բրծե չգիտեմ որտեղ են քեզի սիրուն գրել կարդալ սովորցրե բայց եթե մարդը անալիտիկ միտք չունի ինչ էլ ուզում ես արա որտեղ էլ ուզում ես սովորցրա ինքը կյանքում տենց էլ նորմալ գաղափարական պոլիտիկ չի դառնա այսի հիմի քո մասին է պարոն Մարուքյան քո մասին ու սրան էլ գումարած դու մի հատ չես հարգում քեզի որպես քաղաքական գործիչ դու ուր ես գնացել այն Աղազարյանի կողը կանգնե մի հատ էլ համաձայնվում իր պայմաններին ես իմ վիդեոներից մեկում այս վերջին չեն նախավերջինը ասես կարելի ասել ես ասեցի թե վերջիններ մի խոսքով ես ասեցի թե քաղաքական գործիչը ինչպեսին ալում քաղաքական գործիչը առաջի հերթին ունենում է գաղափարներ էսի հատուկ բացատրեմ պարոն Մարուքյան դուք էլ լսեք որ իմանաք քաղաքական գործիչը ունենում է գաղափարներ հասկանում եք իր երկրի համար ու այդ գաղափարների նպատակը լինում է որ իր երկիր, իր մեծ տունը, իր հայրենիքը, իր ժողովուրդը ավելի լավ ապրի, ավելի բարենպաստ ապրի, ավելի լավ տանում ապրի, հա, սենց կարճ ասած, որ հասկանալի լինի։ Բայց այդ գաղափարների իրականացնելու համար պետք է իշխանություն գալ։ Այդ դրա համար է քաղաքական գործիչը ձգտում է գալ իշխանության, որ այդ գաղափարները իրականացնի, հա, որ իր երկիրը իր մեծ տունը այդ գաղափարների ծրագրի շնորհիվ ավելի լավ ապրի իսկ դու գնացել ես կանգնել ես մի մարդու կողքին որ ընդհանրապես գաղափարախոսություն հա իր քաղաքական կյանքի մեջ չունի 0 ես ուզում եմ հիշեցնել թե ոնց եղավ որ Աղազարյանը դուրս եկավ ԿՊ-ից նայ ինքը առոք փառոք ապրում էր ԿՊ-ի շարքերում ճիշտ է սաղս գիտենք դոշեր տալի Նիկոլի համար ճիշտ է ինչից հետո ինքը դուրս չեկավ նախ ինքը որ գաղափարական ալներ հələ դուրս գար ասեր գիտես ինչ կա այս կուսակցությունը իմ գաղափարներից կամ մեր գաղափարներից շեղվել է ես լքում եմ այս շարքերը որտեվ գաղափարներից շեղվել է ճիշտ է չէ իզև չի եղել իրան վռնդել են իրան կոնկրետնի վռնդել են ինքը երբ որ հակավ բանի հետ, հա, պրոբլեմ ունեցավ արգիշտի հետ, քնչականի պետ է, որ կուրաժիտ էր ելնում ազգային ժողովում, հիշում ես, այն որ սես խաչը դրել էր սենց իտալական մաֆիայի կինոյի տակ էր մնացել, ինձի սես բան ասող չկա, այ դրա հետ երբ որ հակավ, հա, ու արդեն կառավարության մեջ էլ մի քանի հոգի լրիվ կապները կորցրել էին, լրիվ հաբռգել էին, Նիկոլն էլ դեմքը փրկելու համար սկսավ սրանց գործերից հեռացնել են հայտնի SMS-ի տարբեր բանը հիշում ես այդ էր էլի SMS-ները որ ղրգում էր որ հելե գնացեք տներով ոբշեմ հա մթոն փոփոխություն էր անում համի հերթը հասավ այդ արգիշտին էլ ու Աղազարյանին էր արգիշտը խելոք ստորագրեց հելավ գնաց Աղազարյանը բա չէ այսինքն ոտը կողեց երկու ոտը կողեց մի կոշիկի մեջ հա ինա դնգավ ասես չէ ոբշեմ իրան պետք է հեռացնեք ընձի չպետք է հեռացնեք ես չպետք է հրաժարական տամ Էս ա եղել, ոչ թե գաղափարական ա եղել, այս ա եղել։ Ու ինքը տենց ինա դնգավ, ինքան արեց ու ինքան պնդերես ա, որ ինքը դաժե դուրս չեկավ բանից, ԿՊ-ից, այ ինքան ձգեց, միջև իրան հելի ասին, հելի գնաց ծիծապեր, հելի ռատ էլի, հանին իրան, հասկանում ես։ Այսինքն մարդ մի քաղաքական գործիչ, որ գաղափարական չի, հա ինքը պրոստը տեղը տակեր լրված է համիլ սենց ինադանգ է աբիժնիկ է մի քիչ էլ սենց ինչ որ գործեր անում քեզ էլ առաջադրես դու էլ գնացել ես այդ երկուսի կողք կանգնել ես դու քեզի չես հարգում ես զարմանում եմ ձեր վրա էլի
Հետո ասում եք ով գիտի ինձնից ավելի շատ, ով ավելի շատ փորձ ունի։ Ումն է պետք է փորձը, որ դու անալիտիկ գլուխ չունես։ Ումն է պետք է քո փորձը։ Դու հիմի կնքեցիր, քո ճակատագ բանը քաղաքական մահը ախպեր ջան։ Իրանք ասին դու Նիկոլի հետ հաց ու պանիր ես կդրե, в общем, դու էլ ես մեղավոր երկրի վարի հետ հալը, ինչ որ դու պետք է նրանց ասեիր թալան, չի։ Ռոբերտ Քոչարյանն էլ հելավ ասեց դու մարդ ես, որ ուշադրության պակաս ունես, քնքշանքի պակաս ունես, եղբայր ջան։ Մի 40 րոպեով ուզում ես դառնաս բան, վարչապետ, որ գան քեզի ինչ որ հարցազրույցների բաների կանչեն, դու էլ ուրախանաս։ Հելավ էսի ասեց։ Հելավ էսի ասեց։ Ու դրանից հետո դու նոր հելար եթեր, հա, ու նոր հիշար, որ իրանք թալան չեն, հիմի հելել ես, ասում ես, էս են արե, բայց ես քեզ ասում եի, դու առաջի քայլը արա, ապեր ջան, դու արա, դու չարիր, ստացի, ու գիտես, ես կարծում եմ, որ քեզի տեղն է, որտեվ մարդ պետք է, ոնց որ ասում է, այդ սխալների վրա սովոր չէ, չկա անսխալական մարդ, հիմի դու պետք է ինգնեիր, կարող է սրանից հետո, չնայած դու կնքեցիր քո քաղաքական մահը, գոնե մինիմումը հաջորդ տարվա համար ընտրություններին, բայց գոնե էսի քեզի մի քիչ ավելի պրոֆեսիոնալ երևի կսարքի, փորձ կտա, որ ապագայում էլ այսպիսի անզգույշ եւ մանկապարտեզական խաղերի չմասնակցես եւ լինես ավելի պրոֆեսիոնալ։ Իսկ քո պրոֆեսիոնալ լինելը կարող է իրոք օգուտ բերի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դու Հայաստանի քաղաքական գործիչ ես, ոչ թե չգիտեմ Վրաստանի։ Այսքան բան։ Ես նորից ասում եմ, ես զարմանում եմ ձեր մանկամտություն վրա կամ ամեն մի անիմաստ խաղերին քաղաքական ինչ որ sense ուրախանալ, ոգևորվել, հելնել, չգիտեմ, մոռանալ թե դուք ում դեմ եք առաջի հերթին պատասխանատու, ուզենալ, չգիտեմ, թալանչիների հետ գործ անել, ու թալանչիների հետ դու ծորիթաս նարկոտրաֆիկոնների հետ ինչ որ ուզենաս գործ անես։ Մի խոսքով, այսօր այսքանը ժողովուրդ ջան, տեղով վիդեոն շատ ձգձգվավ, չէ ուզում ես կան երկար խոսայի, բայց բաներ ունեի ասելու, պետք է ասեի։ Չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, դրեք ձեր լայքերը, աջակցեք իմ ալիքին, ինչու ոչ, եթե ցանկություն ունեք հղուման բաժնում, գումարային տարբերակով, ամսական տարբերակով, եթե ցանկություն ունեք։ Մի խոսքով, շնորհակալ եմ բոլորիցդ։ Այսօր այսքանը, հաջողություն, ցտեսություն։